尊敬的副总理先生，尊敬的各位来宾。 Այս երեկո մենք հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձը։ 76 տարի առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումը բացեց Չին ազգի մեծ վերածննդի նոր պատմական դարաշրջան։ Այսօրվա Չինաստանը ոչ միայն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն է, այլև գլոբալ տնտեսական աճի գլխավոր շարժիչն է։ Այսօրվա Չինաստանը ոչ միայն նպաստում է գլոբալ տնտեսության զարգացմանը, այլև խորը ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա։ Չինաստանը անընդհատ ձգտում է պահպանել խաղաղությունը եւ խթանել զարգացումը ամբողջ աշխարհում։ Պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր դերակատարությամբ միջազգային համակարգը եւ միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը։ Չինաստանը հանդես է գալիս բոլոր պետությունների հավասարության օգտին, անկախ նրանց չափերից, եւ պահպանում է փոխադարձ հարգանքը ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Չինաստանը դեմ է պատերազմներին եւ հակամարտություններին, պնդում է, որ երկրների միջև հակասությունները եւ տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական խորհրդակցությունների միջոցով։ Այս տարին նշանակային փուլ դարձավ Չինաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման պատմության մեջ։ Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջող այց ունեցավ Չինաստան, որտեղ հանդիպեց նախագահ Սի Ցզինպինի հետ։ Երկու կողմերը համատեղ հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը նոր փուլ բացեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ։ Այս տարվա առաջին կեսին մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարը, իսկ փոխադարձ այցելությունների քանակը կազմել է ավելի քան 30,000 մարդ։ Հայացք գցելով դեպի ապագա կարելի է տեսնել, որ մեր երկրների համագործակցության հեռանկարները լայն են եւ խոստումնալից։ Այսօր գոհունակությամբ եմ արձանագրում, որ 1992 թվականի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջև ձևավորված փոխգործակցությունը շարունակում է զարգանալ, դրսևորելով նկատելի աճի միտումներ եւ արձանագրելով շոշափելի արդյունքներ։ Հայաստանը ձգտում է ամրապնդել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ, սահմանելով ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։